Կապանում շարունակվում են դասական երաժշտությամբ հագեցած միջոցառումները։ Երրորդ անգամ մարզկենտրոնում անցկացվեց Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը, որը ևս մեկ անգամ համախմբեց կապանցի արվեստասերներին։ Այդ ամենը բացառապես Վահագն Ստամբոլցյանի ջանքերի շնորհիվ է, որտեղ այս հրաշալի երգեհոնը, որ դրված է այս դահլիճ, որը կրում է հենց Վահագն Ստամբոլցյանի անունը, եւ ոչ միայն այս երգեհոնը, ընդհանրապես Հայաստանի ցանկացած երգեհոն եւ հայկական երգերային դպրոց, որի հիմնադիրը ինքն է հենց մայստրոն, այսինքն մենք ամբողջությամբ պարտական ենք իրեն եւ ինքը ուներ տարիների երազանք Հայաստանում երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն անցկացնելու։ Փառատոնն անցկացվում է այն քաղաքներում, որտեղ կա երգեհոն։ Բացի Կապանից գործիքն ունեն միայն Երևանն ու Չարենցավանը։ Երգեհոնահարները խոստովանում են, ամեն անգամ նույն ոգևորությամբ են գալիս Սյունիք։ Մասնակցում եմ հենց փառատոնի հիմնադրման օրվանից, որը ևս հրաշալի առիթ է, ևս մեկ անգամ լրացուցիչ կապանցիներին հրամցնել բարձրաճաշակ երաժշտություն, որը որ կապանցիները գիտեն գնահատել եւ շատ սիրում են։ Կցանկանամ, որ կապանցիների սերը դեպի երգեհոնային երաժշտություն եւ ընդհանրապես դեպի դասական երաժշտությունը չմարի, դա իմ զուտ անձնական ցանկությունն է եւ հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Համերգի ընթացքում հնչեցին հայտնի կոմպոզիտորներ Կոմիտասի, Բախի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները, որոնք մշակել էր Վահագն Ստամբոլցյանը։ Շատ ուրախ եմ, որ Կապանում անց են կացնում երգեհոնային երաժշտության փառատոնը, սա մեզ համար մեծ բարձանք է Կապանի համար, քանի որ այս գեղեցիկ երգեհոնը, որը որ տեղադրված է այս յուրահատուկ դահլիճում, մեզ համար, ամբողջ Կապանի համար բարձանք է։ Երաժշտական համերգը տարիներ շարունակ իրականություն է դառնում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի եւ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության համագործակցության շնորհիվ։ Փառատոնի հիմնադիր Արմեն Սուքիասյանի խոսքով կապանցի հանդիսատեսը խստապահանջ է։ Ականատեսն ենք լինում այդ վերաբերմունքի եւ ճաշակի, եւ դա պետք է ասեմ, որ ինչ որտեղ նաեւ բացառիկ է։ Որտեղ մենք սովոր ենք կարծես թե մայրաքաղաքային խստապահանջ հանդիսատեսին, բայց մենք արդեն մեր փորձով համոզվել ենք, որ Կապան ուղղակի գալ անպատրաստ չի կարելի։ Կապանում մշտապես սիրով են հյուրընկալում նման փառատոնները։ Սա բազմազբաղ առօրյայից մի փոքր կտրվելու առիթ է։ Երաժշտությունը ամենադաստիարակիչ միջալյուց արվեստի ձևերից մեկն է։ Հոգևոր արժեք ունի, մեծ արժեք ունի։ Մենք հոգևոր այդ արժեքները կապում ենք նաև մեր կրոնի, մեր վարքագծի, մեր ինչպես ասեմ, որպես հայ մարդ մեծություն ենք այդպիսի արժեքներ ունենալու համար։ Առաջին անգամը չի, որ ես մասնակցում եմ ու ընթացքում շատ հավես է լինում, համերգները տենց շատ լսելի են, մանավանդ երաժշտությունները, որ արդեն մի քանի անգամ լսված են, շատ հավես է լինում, հետաքրքիր է լինում։ Կազմակերպիչների խոսքով փառատոնը շարունակական կլինի եւ բազում մարդկանց սրտերին կհասնի։